Իշխանության ժողովուրդը անցյալ հետ չի գնալու, այդ Ղարաբաղյան կլան հետ չի գնալու։ Իսկ ձեր ասած Սամվել Կարապետյան, որ ինձ անտատ ասում եք Սամվել Կարապետյան, դա Սերժ Սարգսյանն է։ Սերժ Սարգսյանը։ Այո։ Քոչարյանն է չի նույնիսկ Սերժ Սարգսյանը։ Դա Սերժ Սարգսյանի թիմն է, Սերժ Սարգսյան, իրանք։ Դու լավ, այնտեղ մի երկու հոգի կա, այն էլ ոչ Սերժ Սարգսյանն լավ կադրերն են։ Պետրոս ջան, լավ էլի, նախ Սամվել Կարապետյանը եւ իր ընտանիքի անդամները բոլոր նախկինների հետ խավոր սանիկային հարաբերությունների մեջ են։ Երկրորդը, ասենք, չգիտեմ, Կարեն Կարապետյանով վերցրած, չգիտեմ, իր եղբորով, որը որ իրանք նաեւ մարտի 1-ի պատասխանատու են։ Իրանց ընտանիքը մարտի 1-ի պատասխանատուներից մեկն է։ Թեկուզ քաղաքական մակարդակով եւ այդ թիմը, որ Սերժ Սարգսյանը հայտարարություն է անում, մենք անմիջականորեն չենք մասնակցի։ Բա ինչ անշարժում անմիջականորեն չենք մասնակցի։ Ես չեմ մասնակցի այդ ընտրություններին հայտարարությունը, իմ համար հասկանալի է, անմիջականորեն չենք մասնակցի։ Իհարկե, ես չեմ ուզում հիմա անուններ տամ, բայց ես կարող եմ այդ անունները տալ, որ այն մարդիկ, ովքեր որ սատարելու են, աջակցելու են, դա նույն հանրապետական կուսակցությունն է, ու ոչ միայն նրա պատճառով, որ այնպես ինչ-որ բան կա, խոսակցություն կա, որ չգիտեմ, ինչ-որ հանրապետական ներկայացուցիչներ են եղել միտինգի ժամանակ, դա նույն Ղարաբաղյան կլանն է։ Ու ես Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան պայքարին էլ չեմ հավատում։ Այսինքն ոչ եք հավատում։ Այդպես չեմ հավատում։ Դա բանա աչքերի մեջ թոս փչել է։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հարազատ եղբայրներ են, թե քաղաքական իմաստով, թե մնացած բոլոր գործընկերական։ Երկուսը իրար մեղադրում են ձեզ սատարելու մեջ։ Դե լավ էլի։ Այդ ինչ է, այդ նոր պրիոմա, որ իրանք փորձում են գործածել, միգուցե իրենց ներքևները չգիտեն։ Իրանք իրարից չտարբերվող մարդիկ են։ Ասում են, բանղազան, իրանք Ղարաբաղյան կլանն է, որը ուզում է հետ գա։ Նույն մարդիկ, նույն դաշինքները, նույն կուսակցությունները, նույն կոալիցիան, որը եղավ մարտի 1-ից հետո։ Բացեք այդ նկարը նայեք եւ տեսեք ով է փոխվել։ Ասենք Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը Սամվել Կարապետյանի երկրորդ համարն է եւ դուք ասում եք, որ իրանք իրար հետ ընդհանրապես կապ չունեն, հա։ Դա ո՞նց է տենց ելնում, ուզում հասկանամ։ Ում են խափում, մեր ժողովրդին են ուզում խափեն, նույն բարքերը, նույն փող բաժանելը, ո՞նց է տենց ելնում։